Ունեմ 9 երեխա, 4 երեխա։ Մեր դպրոցում են հաճախում 9-րդ, 6-րդ, 4-րդ եւ 2-րդ։ 7 աշակերտ եմ, որից 4-ը իմս են։ Գյուղում չունեն երեխաները ապագա, առհասարակ ոչ մի երեխա։ Աղջիկը սովորում է Երևանի ժողովրդի սերվիս բաժինը։ Մյուս աղջիկս ամուսնացած Ախլատյանի գյուղում հեսաշուտով թորնիկ ունենամ, տղաս նշանված է, պատրաստվում ենք ամուսնացնենք։ Այն մի աղջիկս էլ գյուղի ինստիտուտի հաշվապահական բաժինն է սովորում առաջի կուրս։ Իմ 6 երեխան այս գյուղում են ծնվել, այս գյուղում են մեծացել, ուսումնել են առել այս գյուղում, ամուսնացել են այս գյուղից, նշանվել են այս գյուղից, էլ ոնց ասեմ, բանակել են գնացել եկել են այս գյուղից, իսկ այն փոքրերս, 3 փոքրերս ծնվել են Արցախում, Քաշաթաղի շրջանի Երիցվանք համայնքում։ Հիմա էլ ամուսինս մահացել արդեն 8 ամիս է, հարվորակ ռակա ունեցել, ուռուցքա ունեցել։ Իմ 9 երեխայի հետ ապրում եմ ստեղ, իմ երեխեքը շատ խելոք, կազմակերպված, կեսը կարող է թափետ բերի, այն տղես ամեն ինչ անում է, ամեն ինչ, փետա բերում, օգնում է, ջուրա բերում, ամեն ինչ։ Ես հեսա մի շաբաթ հիվանդ պարկած եմ, մեջքս բռնված է, սաղ ինքն է անում, միջև իր այն մի քույրիկը գալիս է Սյանից, դասից հետո տղաս բերում է տուն։ Դե դժվարություններ այդ բոլոր ընտանիքներում էլ լինում է, սուտ կլինի, որ ասեմ չեմ նեղվում, բայց դե էլի գոհ եմ, շնորհակալ եմ իմ երեխեքի համար, որ Աստված հենց իրանց է ինձ տվել։ Ես իմ երեխեքով շատ հպարտ եմ, հասկացող են, օգնող են, հասնող են, չեն նեղում բացարձակ, շատ խելացի երեխեք են, սովորող են ամենակարևորը, լավ մարդ են։ Մենք մեզանով աշխատում ենք, չարչարվում ենք, հողամաս եմ մշակում, իմ բանջարեղենս իմ հողամասից եմ հավաքում, իմ այգու խնձորն եմ հավաքում, քյոճս յոլա եմ տանում, տատիկներիս ասած։ 2010 թվականին գնացել եմ Արցախ, 20 թվականի հոկտեմբերի 6-ից պատերազմի պատճառով եկել ենք Հայաստան, բնակվել ենք այս գյուղում, քանի որ իմ հայրիկս, իմ մայրիկս, եղբայրս այս գյուղում են եղել, հետո արդեն ես այս գյուղում ապրել էի, գիտեի այս գյուղի նիստուկացը, արդեն ինձ համար հեշտ էր այս գյուղում ապրելը, ես արդեն ճանաչում էի այս գյուղի բնակիչներին, ոչինչ չէր փոխվել, նույնն էին ու չեմ փոշմանում, որ եկել եմ այս գյուղ, ոչ մեկին ոչ վնաս եմ տամ, ոչինչ նեղություն տամ, մենք մեզ համար ապրում ենք, ունեմ շատ լավ հարևաններ, որ անկախ նրանից, եթե փուշ կմտնի մատից, ինձ կհասնեն, իրանց լինի, ես առաջինը կհասնեմ, հանգիստ խախանդ գյուղ է, բայց պրոբլեմատիկ է, չունենք ջուր, ամենակարևորը, չունենք տրանսպորտ, չունենք բուժկետ, եթե ասված ոչ անի իրիկունը, ահել, ջահել, վատանա, մենք չենք կարա փրկենք, պետքա մեռնի այս գյուղում, որովհետև չունենք բուժկետ, չունենք դեղորայք, չունենք համապատասխան միջոցներ, որ օգնեն, հա, այդ քեզ ունենք քույր, շատ լավ մարդ, որ երբ որ զանգում ենք, աջակցում է, օգնում է, բայց դա շատ քիչ է մեր համայնքի համար, պետքա ունենանք բուժկետ, որ հասնի, գոնե առաջի օգնությունը ցուցաբերի այն 5 օրը, միջև քույրի ժամանման օրը գա։ Հոսանքը գիշերային չի վառում, հեսա 10 օրից ավել է, եւ ամիսներ ա լինում, որ ամիսներով չի վառում, էդ էլ չգիտենք խնդիրը որն է։ Ստեղ եղել է շատ բնակչություն, շատ երեխաներ, հիմնականում բնակչության գնալու, այս գյուղը լքելու խնդիրը եղել է բուժկետը, ջուրը, մեկ էլ տրանսպորտը։
Միշտ չի եղել, տակուց այդ պրոբլեմը եղել է, այս գյուղում կա, այս գյուղում ու շարունակվում է։ Մենք հույսեր չունենք, որ երբևիցե գոնե խմելու ջրի հարցը կլուծվի։ Ես հիմա կտանեմ ձեզ մեր կուխնին, որտենակ կարողա փախնեք, որովհետև ջուր չկա, մի շաբաթից ավել է, խմելու ջուր չկա, որ իմ լվացքի մեքենան աշխատի։ Մենք այն գետի ջրից ենք օգտվում։ Խմում եք։ Հա, գետի ջրից, հիմա եթե ջուր չունեն, գետից։ Բերում եք խմում։ Այո, Սիսիանի համայնքապետարանն էլ է տեղյակ, Սյունիքի մարզպետն էլ է տեղյակ, մեր համայնքի ղեկավարն էլ է տեղյակ, ջուր չկա, ով չի իմանում։ Զուգարանի կանալիզացիայի ջրերը, ոչխարները ջրի մեջով ներթում են, խմում են, կովերը, եղտաճուր է այդ մավիրը, ասկի սրանով ջր չես լվան, բայց մենք սաղ ձմեռ այս ջրից խմում ենք, սաղ ձմեռ, իմ 8 երեխեն արկա այս ջրից խմում է, ու մի համայնքի բնակիչ չի կարասի, այդ երեխեն այս ջրից չի խմում, ես աման չեմ լվանում, ես շորտ չեմ լվանում այս ջրով, ջրից թունավորվել էին դպրոցում, մեր դպրոցի տնօրեններ են տեղյակ, հիվանդանոցներ են Սիսիանի տեղյակ, մարզպետը անձամբ ինքն էլ լսել, որ ասել եմ, ամենաշատ երեխեքը իմս են, բայց այդ ջուրը խմել էին, դպրոցում վատացել էին։ Հիվանդանոցել եք տարել։ Չեմ տարել, չէ, փող ունեի, որ է թայի Սիսիան, իր ամուսնու պիտի 5000 դրամ տային, որ տաքս ու տակնձի տանեն բերեք, ես էլ չունեի, որտից ոչ նպաստ էի ստանում, ոչ տոշա։ Նոր եմ ստանում թող, չեն նպաստներ կտրվել է, թոշակն եմ մենակ ստանում, ամուսինս, որ չկա, երեխեքը թոշակ են ստանում, ամիսի 36,000 դրամ։ Մեր դժգոհությունը ջուրն է, բուժկետը լինի, որ առաջնահերթ ամեն ինչով ապահով լինի, այն երեխին եթե հիմա դպրոցում ընկի ոտքը ճղի, ջարդի, չկա այն օգնությունը, որ պետք է ցուցաբերեն, հասցնեն Սիսիան հիվանդանոց։ Որ այդ խնդիրները լուծվի, ինձ թվում է, թե գյուղը էլի որպես գյուղ կմնա, բայց եթե սեն չշարունակվի, այս գյուղում դաժե սկի դաշնիկները չեն գա, որ ասենք ամառը իրանց ապրանքը պահեն։